Հայտարարությունից հետո չի եղել բնակավայրերի ուղղությամբ։ Բայց բնան ասում է, որ հենց բնակավայրերի ուղղությամբ է անգամ մարդկանց տներ են վնասվում։ Չէ, դուք չլսեցիք ինձ, ասում վերջին այն տեղեկատվությունը, որ բանն հաղորդումը տվել է, դրանից հետո չի եղել դեպք, Ձեր կարծիքով ինչ նպատակի հետապնդում եւ ասում են, որ ըստ էության նաեւ խոճապ են փորձում հասարակության շրջանում, այս դեպքում սյունեցիների շրջանում տարածել։ Խոճապը սյունեցիների շրջանում դժվար կտարածվի այս եղանակով, բայց թե կոնկրետ բուն նպատակ որն է դժվար կլինի պատասխանել, որովհետև կարող են պատճառները տարբեր լինել։ Այն, որ այդ կրակոցները գիշերային ձայներին ժամերին լսելի են, դա միանշանակ է։ Նպատակները կարող են խիստ տարբեր լինել։ Իսկ կրակոցների ֆոնին դեռ խաղաղության օրակարգին հավատում են ձեր բնակիչները։ Կրակոցների ֆոնին ավելի շատ է մարդ հավատում եւ հույս ունենում, որ խաղաղություն կլինի։ Իսկ գյուղատնտեսական աշխատանքներ հնարավոր է լինում իրականացնել։ Այո, իհարկե։ Չէ, որովհետեւ ընդհանրապես ցերեկային ժամերին կրակոցներ չեն լսում, ինքը հատուկ գիշերային ժամերին է կրակոցները լինում։ Պարոն Ղուկասյան, մարդիկ ուզում են թողնել գնա, որտեղ այդպեսի ինֆորմացիաներ տարածվում է եւս, որ մասնաստրամադրություններ Այո, հերքում եմ, որ մարդիկ ուզում են գնալ։ Պարոն Ղուկասյան, վերջերս Սյունիքի մարզի գյուղից երկու երիտասարդ էին մոլորվել, փաստորեն հետո պարզվեց, որ առհասարակ ադրբեջանական կողմում չեն եղել։ Դուք կարող եք մանրամասներ հայտնել, ի վերջո տղաները որտեղ են եղել եւ ինչու են ամբողջ գիշեր այդպես ուր են անցկացրել, ինչ է տեղի ունեցել։ Տեսեք, երբ որ այդ լուրը տարածվեց, բնականաբար ես չգիտեմ, այստեղ մարդ կար, ով փորձել էր ինձ հետ կապ հաստատել, ես հրաժարվեցի որևէ բան ասել, ինչի համար, որովհետև տեսեք, կա մի լուր, որ իրականում երկու երիտասարդները չկա, եւ այստեղ ցանկացած բան, որ իմ կողմից ասվեր, դա չէր լինի 100%-անոց ինֆորմացիա, հետեւաբար ես զերծ պահեցի որևէ բան ասելուց, բայց այս պահին ինչքանով որ ես տեղյակ եմ, այո, իրենք չեն հատել սահմանը, ես կարծում եմ ավելի շատ սպասել են մութն ընկնի նոր վերադառնան, հավանաբար վտանգավոր հատվածներ։ Այդ դեպքում պարոն Ղուկասյան, ինչպես եք գնահատում են փաստը, որ ԱԱԾ-ն խոսում էր իրենց Հայաստան վերադարձնելու մասին, իշխանությունը։ ԱԱԾ-ն ինքը եւս վերջին հաղորդագրության մեջ հերքեց այդ փաստը, Այսինքն ինքը իրեն հերքեց։ Ինքը իրեն չէ, ընտեղ եւ պաշտպանության նախարարությունը կար եւ տեղական ինքնակառավարում եւ տարբեր տեղերից տեղեկատվություններ գալիս, հետեւաբար ես ինձ զերծ եմ պահել որևէ տեղեկատվություն տրամադրելուց, որովհետեւ այսպիսի իրավիճակներ են լինում։ Փաստորեն ԱԱԾ-ն ինչպես էին նաեւ Տեսեք Ժողովուրդ ջան, կներողություն խնդրեմ, այս մասը ասեմ, այն հատվածները, որտեղ որ իրենք մոլորված են եղել, այդտեղ կա որևէ բան գոյություն չունի։ Հետևաբար ինչպես է, այդ դեպքում ինչպես է իրավասու կառույցը հայտարարում, որ ադրբեջանական տարածքում են իրենց վերադարձնելու ուղղությամբ աշխատում են։ Տեսեք, դե սովորաբար դա ինչպես է լինում, ազգային անվտանգության ծառայությունը նախ այդ հատվածում ինքը ծառայություն չի իրականացնում, եթե սահմանապահ զորքերի, դա այդ հատվածում չի։ Ցավոք սրտի հիմնականում այսպիսի դեպքերը լինում են այսպիսի հատվածներում եւ ինչն է բանը, որ բնականաբար տարբեր մարդիկ տեղեկատվություն են, չէ, տեղացիները ասում են, հաղորդում են ընկերներ, ծնողները, ընտանիքի անդամները։ Ես կարծում եմ այդ ամբողջական տեղեկատվության հիմքի վրա եւ դա վարկած էր, որը հետո իրենք հենց երիտասարդները։ Բան Ղուկասյան, գիտենք, որ այս օրերին իշխանությունները Երեխեք մի հատ հարկ եկել իրար ժողովուրդված, ես ասեմ, մարդիսկականից զզվում է գործանելուց։ Բան Ղուկասյան, գիտենք, որ այս օրերին իշխանությունները չնայած մի շարք անվտանգային խնդիրներ կան, բայց օրակարգային են դարձրել վեհափառից ազատվելու հարցը։ Նիկոլ Փաշինյանը առաջարկել է խորհուրդ ձևավորեն, որը կզբաղվի նոր կաթողիկոսի ընտրության։ Դուք այս երևույթին ինչպես եք վերաբերվում այն բառամթերքին, որով վարչապետը արտահայտվում է եկեղեցու մասին։ Տեսեք, կա խնդիր եւ այդ խնդրի մեջ ես իմ կարծիքը այս բան չէի ցանկանա բարձրաձայնեմ, որովհետեւ այսպես թե այնպես մենք գիտենք, որ կա գոյություն ունի խնդիր ու առաջին դեմքերի մակարդակով ես կխնդրեմ զերծ պահենք դες պահեմ ես ինձ եւ ինձ այդ ուղղությամբ հարցեր չտամ, որովհետեւ որպես հայ մարդ իհարկե ես շատ կցանկանայի, որ այնպիսի իրավիճակ լիներ, որ ընդհանրապես այսպիսի դրվագներ չունենանք, բայց հիմա ունենք այն, ինչ ունենք, կա հարցադրում, ես վստահ եմ նաեւ ինչ որ մի փուլում կլինի պատասխան եւ այս ամեն ինչը կլուծվի իշա մեր հայ ժողովրդի իշա։ Որ ժողովուրդը գնա վեհարանի մոտ եւ պահանջի, որպեսզի վերապարը հեռանա։
Ես ինձ համար ընդունել միայն այն ինչ որ մեր ազգային եւ պետական շահերից եւ մեր ժողովրդի կամքով լինի, մնացածը արդեն ես չեմ կարող ժողովրդի փոխարեն կամ այնպեսի կարծիք ասեմ, ես կարող եմ մեկ անհատի խոսել։ Չեն ներկայացրել, չեն ներկայացնի, այդ ամեն ինչը կլուծվի եւ կվերջանա։ Ուզում եմ ասեմ, հիմա process կա, հետևենք, ես էլ ուշադիր հետևում եմ, ես էլ մտածում եմ անընդհատ Նիկոլ Փաշինյանն էր այցելել Սյունիքի մարզ եւ մենք տեսանք, որ այնտեղ բացի կրթվելը նորաձև է արշավի իրականացումից, տեսանք նաեւ ընդդիմադիր իրենց ժամանակին հռչակած համայնքապետերը ինչպես գործընկերային թանգեր ձեր գծի մեջ, այսպես ասած, օրինակ Արուշ Արուշանյանը, որը ժամանակի Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջողների ջատագովներից էր, այսօր առաջի պլանում Փաշինյանի հետ քայլողներից է։ Գուցե ՔՊ-ին անդամակցելու քննարկումներ են ընթանում իր հետ։ Շատ լավ, կարծում եմ այս հարցը շատ երկար է, հա, այսպես քննարկվել տարբեր հարթակներում, ոչ իրականությունը ընդհանրապես այդպեսին չէ։ Իրականությունը այնպեսին է, որ տեսեք, ցանկացած համայնքի ղեկավար իրեն մտահոգում է իր համայնքի խնդիրները, ճիշտ է։ Եվ բնականաբար չի կարող համայնքը կառավարության հետ չհամագործակցել իշա հենց իր համայնքի, հետևաբար կառավարության հետ համատեղ կան բազմաթիվ գործընթացներ, աշխատանքներ, սուբվենցիոն ծրագրեր, մի խոսքով դա անհնար է ուղղակի չլինել որևէ աշխատանքային։ Համագործակցում է ու պահանջում է Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։ Չէ, նկատի ունեմ, որ ասում եք ինչու է։ Մենք միասին քննարկել ենք եւ ասել ենք, որ աշխատանքային հարաբերությունները պետք է պահպանվեն, անկախ նրանից ով ինչ քաղաքական դիրքորոշում ունի, դրանից պիտի ժողովուրդը ընդդիմադիր չէ ինքը։ Ես վստահ եմ, որ ինքը քաղաքացիական պայմանագիր կուսակցությունից չէ եւ չեմ կարծում, որ ընդհանրապես քննարկվել է նման հարց։ Պարոն Կասյան, քանի որ Ոչ միայն Արուշ Արուշանյանի, այլ Բայց դուք ձեզ ոնց հաջողվեց, կներես Ռուզան ջան, ձեզ ոնց հաջողվեց ընդդիմադիր քաղաքապետերին համախմբել, ես համախմբել բառը կօգտագործեմ, հա, ձեր շուրջ Նիկոլ Փաշինյանի շուրջ, որովհետև նրանք առաջ տեսնում ենք ինչ ակցիաներով էին դիմավորում, իսկ հիմա շարք են կանգնում, որ Նիկոլ Փաշինյանին դիմավորեն, ինչ տեխնոլոգիա է կիրառել։ Տեխնոլոգիա չկա, այդ ճիշտն ասած անվանումը դրա աշխատանքն է։ Պետք է անկախ նրանից ով ինչ քաղաքական դիրքորոշում ունի, բայց այդ աշխատանքները պետք է իրականացվեն եւ մեր աշխատանքային հարաբերությունների մեջ ես որևէ խնդիր չեմ հիշում, որ տեղի է ունեցել, ուղղակի պետք է անկեղծ աշխատել, որովհետեւ այսպես թե այնպես մենք ժողովրդի մասին ենք խոսում։ Հիմա եթե պետք է սուբվենցիոն ծրագրեր իրականացնենք, տարբեր աշխատանքներ, ջրագծեր, գիտեք, հատկապես Սյունիքն է, Բարդն է, եթե մենք պետք է մեր անձնական հարաբերությունները այնպես անենք, որ դա ազդի ժողովրդի վրա, ես չեմ կարծում, որ դա ընդհանրապես անկեղծ եւ ճիշտ վարքագիծ է, եւ մենք կարողացել ենք այդ հարաբերությունները ստեղծել։ Ես իրականում նաեւ ուրախ եմ, որ այդ միջավայրը ստեղծվել է, որովհետեւ դրանից շատ բան էր կախված։ Հիմա տեսեք, հարց եք տալիս, ասում եք մարդիկ ուզում են լքեն թե ոչ, պատկերացրեք մի պահ, եթե քաոս լիներ Սյունիքում, ապա ինչքան մարդ իրականում կցանկանար լքել Սյունիքը, հետեւաբար նաեւ շնորհակալ եմ բոլոր համայնքապետերին, որ եկեք անվանենք դիմադրողականություն։ Հետ ինչ հարաբերությունների մեջ եք։ Երեք չէ առաջի օրն ենք հանդիպել, ոչ միայն իր հետ, այլ տարբեր եկեղեցականների հետ։ Նորմալ հարաբերություններ են այնքանով, որքանով որ մենք տարբեր այնտեղ վանքերի ոչ Սյունիքում ճանաչված վանքեր կան։ Ես անձամբ չեմ տեսել, տեսեք, ձևակերպման բանով չգիտեմ, բայց այն որ բնականաբար կան տարբեր տեղերում խնդիրներ, բոլոր տեղերում կան խնդիրներ, բայց ուզում եմ ասեմ, մենք Սյունիքի մարզում այդ մասում էլ այդպեսի որևէ լարված իրավիճակ ես ճիշտ ասած վերջին 3.5 տարիներին, որ հարաբերությունների չեմ հիշում։ Եթե նույնիսկ լինում են փոքր, ապա դա հարթվում է աննկատ։ Նախիջևանում մի հատ ասեք զորավարությունների մասին, կան ռեալ տեսնում եք, ասենք։ Ես անկեղծ որ ասեմ, քանի դեռ խաղաղություն չկա, միշտ վտանգը կա, բայց ես որ լավ մանրամասն տեղյակ չեմ այդ զորավարժությունները ինչ բնույթի են, ինչ են դա, երևի թե կարծում եմ ճիշտ կլինի այդ հարցը տակ
այն գերատեսչություններին, ովքեր որ ուղիղ զբաղվում են այդ հարցը։ Պարոն Ղուկասյան, Այո։ ես կբերեք էլ։ Պարոն Ղուկասյան, քանի որ կրթվել է նաև Նորաձևը, իմ գործընկերը հիշեցրեց Սյունիքում անցկացող վերջին շրջանում շատ հաճախ է Սյունիքում կրթվելը Նորաձևը, այդ արշավը իրականացնում։ Ինչով է արժանացել Սյունիքը Աննա Հակոբյանի այդ, այսպես ասած, արշավի պատվին, այսինքն Սյունիքում շատ խնդիր կա կրթվել, որ անդադ գալիս է Աննա Հակոբյանը կրթելուց է։ Տեսեք, կրթելու մասին չի խոսքի, ես հասկանում եմ նաև ծիծաղը ժպիտը, իրականում դա այդ ֆորմատը չի, որը որ վերնագիրն է հուշում, մեկ եւ երկրորդը հատուկ ինչ որ չեմ կարծում, որ Սյունիքի մարզը ինչ որ հատուկ են գալիս, ուղղակի գիտեք, որ այնտեղ on-line հարթակ կա, որտեղ հերթագրվում են մարդիկ, ընդ որում այդ հարթակում ովքեր են հերթագրվում, մենք տեղեկություններ չենք ունենում սովորաբար, օրինակ դուք էլ կարող եք մեկ անգամ փորձել, տեսեք, որ այդպես է ու երբ որ ես ինչքանով որ ես եմ հասկանում, եթե X թվով մարդիկ որ հավաքվում են, այո։ Իսկ նաև խոսակցություններ կա, օրինակ եթե վարչապետի տիկին այդ ծրագրի շրջանակներում որ բեմար, այնտեղ մարզպետը դպրոցի տնօրեններին, ուսուցիչներին հորդորում է մասնակցել։ Դուք նրան կոչով տնօրեններին, դպրոցի ուսուցիչներին դիմել եք, որ պարտադիր ակտիվ մասնակցություն ունենան։ Լավ է, որ ես սկզբում ասացիք խոսակցություններ կան, այդ լուրերը հենց այդ խոսակցությունների մակարդակում էլ կմնան եւ չեն կարող երբեք դուրս գալ, որովհետեւ ոչ միայն այս դրվագով, այլ ընդհանրապես Սյունիքի մարզում չկա մեկ դպրոցի տնօրեն, ով չիմանա կոնկրետ իմ դիրքորոշումը ցանկացած այսպիսի երևույթների նկատմամբ, իրենք պետք է հեռու պահեն իրենց եւ այդ բոլոր process-ներից եւ զբաղվեն միայն ու միայն կրթությամբ երեխաների։ Այո։ Ճիշտն ասած դատաների հետ կապված որևէ տեղեկատվություն չունեմ եւ եթե ունենայի մեծ սիրով ձեզ կասեի, ես կարծում եմ էլի հասցեատերը ես չեմ կարող հստակ ասել։ Շնորհակալություն։ Ես եմ շնորհակալ։ Երեք ինչ կլինի այս